Շնորհակալություն Տիկին Մանասյան, ես կարդացել եմ տարեկան հաղորդումը պատկերացրեք, բավականին այո, ծավալուն աշխատանք եք Հա, ծանոթով։ այո։ Շնորհակալություն Տիկին Մանասյան, ես կարդացել եմ տարեկան հաղորդումը պատկերացրեք, բավականին այո, ծավալուն աշխատանք եք ներկայացրել, բայց ես կուզենամ մի քանի դեպքերի անդրադառնալ, որովհետև նախկինում, երբ որ մենք ծանոթանում էինք տարեկան զեկույցներին, այնտեղ լինում էին կոնկրետ դեպքերի արձանագրումներ եւ այդ դեպքերի հիման վրա կար եզրակացություն, որ դատապարտելի է, անընդունելի է եւ այլն, բայց ձեր մասով, ձեր զեկույցում հիմնականում ընդհանուր պատկերացումներն էին կամ ընդհանուր անթույլատրելի մասին տեսլական, բայց ոչ կոնկրետ դեպքերի, իսկ կոնկրետ դեպքերը հողի վրա շատ ավելի արժեքավոր են գնահատելը դրանց կրկնությունը բացառելու համար։ Հիմա ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել 2-3 դեպքի հետ կապված եւ խնդրել ակնկալել որպես օմբուդսմեն ձեր տեսակետը։ Ալավերդիում մի շատ տհաճ դեպք է տեղի ունեցել։ Մի երիտասարդի տարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են եւ նրանից պահանջել են անձնական զննության նպատակով իջեցնել իր տաբատը։ Բնականաբար քաղաքացին հրաժարվել է փողոցում դա անել, իրեն տարել են ոստիկանություն, հետո էլ կալանավորել են խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հատկանիշներով։ Սա զավեշտալի դեպք է եւ անընդունելի բառը մեղմ է ասել, բայց այդպիսի դեպք արձանագրվել է ու ես կուզեմ, որ այս դեպքի նախադեպով նաեւ դուք երևույթին գնահատական տաք։ Երկրորդը, որ կուզենամ հիշեցնել ձեզ, մենք նախորդ տարի ենք նաև դրա մասին խոսել, բայց ոչ մի տեղաշարժ չկա։ Անցած տարի ապրիլի 16-ին, երբ որ քաղաքացի Սամվել Վարդանյանը Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության հային ժամանակ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորել էր հանրային տրանսպորտում, դրանից հետո Վարդանյանի նկատմամբ հարուցվեց վարույթ, նրան քննչականից, երբ որ տանում էին ձերբակալվածների պահման վայր, ակնհայտորեն գոնե մահակներով զինված բանդան հարձակվել է նրա վրա, ընդ որում նա գտնում էր ոստիկանների հսկողության տակ եւ խոշտանգել էր նրան, նսեմացնել արժանապատվությունը, ծեծի ենթարկել, թքել երեսին եւ այնուհետեւ ստիպել իրենց հնչեցրած հայոյանքները կրկնել։ Այս դեպքը բացահայտված չի։ Այս դեպքով քննություն տեղի չի ունենում, բայց ահա պատգամավորին հասցված վիրավորանքի համար արդեն մենք ունենք դատարանի որոշում։ Եվ կուզենամ նաև անդրադառնալ բանակում մահվան դեպքերին, որովհետև ես տեսա, որ այնտեղ դուք բազմաթիվ քննարկումների, սեմինարների եք մասնակցել այդ առիթով եւ տարբեր ձեր մեկնաբանություններ կարդացել եմ։ Այնուամենայնիվ մենք ունենք փաստ, որ իհարկե 2024 թվականին 26 մահվան դեպք է գրանցվել, որից ընդամենը 4-ն է եղել հակառակորդի կրակոցի արդյունք։ Մնացածը ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, ավտովթար եւ ուշադրություն, հիվանդություն։ Մնացածն էլ կարող են երկուսը ռազմական թռչող սարքերի շահագործման սխալ դրա հետևանքով եւ մեկն է դժբախտ պատահար։ Բայց հիվանդության վրա կուզենամ դուք ուշադրություն դարձնեք, այսինքն հիվանդ մարդուն զորակոչել են ու գնացել բանակում մահացել է։ Խոսքը երիտասարդ ժամկետային զինծառայողի մասին է, որը որ լուրջ խնդիր է մեր երկրում։ Եվ նաեւ այստեղ կուզենամ անդրադառնալ առերևույթ, ասացիք, մի րոպե ոնց եմ գրել, առերևույթ ակնհայտ ֆիզիկական անհամաչափ ուժի կիրառում, որը որ խնդրահարույց համարեցիք ձեր խոսքում։ Հիմա ես ուզում եմ հետաքրքրվել, արդյոք այդ անհամաչափ ուժի կիրառումը դուք համարում եք այն հայտնի դեպքը, որի տեսանյութը տարածվել է, որ պարեկները էլի դուրս հանեցին քաղաքացուն ազդանշան տալու համար, տապալեցին գետնին եւ տարան անհայտ ուղությամբ, սա արդյոք տեղավորվում է այդ ձեր ձևակերպման մեջ։ Եվ ազատազրկման վայրերի մասին, Ցմահ դատապարտյալների վերջին սկանդալի մասին եմ ուզում հարցնել, որ ծեծի ենթարկվեցին, բռնության, բազմաթիվ ահազանգեր եղան, ինչ արձանագրեցին ձեր աշխատակիցներ, որովհետև միայն իրենք էին այդ պահին գնացել արագարձագանքման խմբի ներկայացուցիչները, ու ով էր ծեծի ենթարկվել, ինչու էր ծեծի ենթարկվել, ինչ բռնություններ տեղի ունեցել եւ ի վերջո ինչով ավարտվեց հանգուցալուծումը, որտեղ մենք իմացանք, որ տարբեր բանտարկյալներ ուղղակի չկային։ Ինչ որ ասում էին, նրանք անհետացել են, տարբեր ուղղություններով տարել են ու չգիտեմ որտեղ են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Թովմասյան, ես փորձեմ հերթով այսպես ասած պատասխանել ձեր բոլոր հարցադրումներին, նախ անդրադառնալով այն հարցին, որ դեպքերի նկարագրություններ մեր տարեկան հաղորդման եւ տարեկան զեկույցի շրջանակներում չկան, կուզենամ չհամաձայնել դրա հետ, որովհետեւ նույն մեր տարեկան զեկույցի շրջանակներում մանրամասն նկարագրված է հենց Սամվել Վարդանյանի դեպքը,
իհարկե առանց անուն ազգանվան, որովհետև անուն ազգանունները մեր տիպի մարմինների կողմից հիշատակելը ինքը մի շարք այսպես նախորոք իրականացվող process-ներ է ենթադրում իրանից եւ մեր տիպի մարմիններին խորհուրդ է տրվում չհիշատակել անձանց անուն ազգանուններ։ Ինչու ենք մենք որոշ դեպքերում հիշատակում, որոշ դեպքերում չենք հիշատակում կամ մի շարք դեպքեր ունենալով համանման մենք ստիպված ենք լինում, օրինակ, եթե գիտենք հաստատ, որ մի դեպքում հնարավոր է հիշատակել, մյուս դեպքում հնարավոր չէ, սովորաբար միասնական մոտեցում ենք կիրառում եւ օրինակ նույն գլխում ներկայացված բոլոր դեպքերի շրջանակներում այնպես չէ, որ մի դեպքում կգրենք անուն ազգանունը, մյուս դեպքում չենք գրի, սրա պատճառը մեր տիպի մարմիններին ներկայացվող միջազգային պահանջներն են։ Հիմա պարզ ասեմ, մեր հաստատության գործունեությունը տարբեր ժամանակներում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվել է եւ այդ թվում նախկինում թե հիմա տարբեր գործունեությունների առնչությամբ ռեկոմենդացիաներ են ներկայացվել, այդ թվում նախկինում եղած օրինակ բացերը գործունեության հաղթահարելու համար։ Ես դրանց վերաբերյալ չեմ խոսում, պարզապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ ես այդ հաստատությունն եմ ներկայացնում եւ անկախ նրանից թե այդ ժամանակ օրինակ ես եմ եղել ՄԻՊ-ը թե ես չեմ եղել, ինձ համար կարեւոր է որ հաստատության հեղինակությունը պահպանվի, բայց իրականում կան մի շարք բնագավառներ, որի հետ կապված մեզ ներկայացվել է ռեկոմենդացիա գործունեությունը փոխելու եւ կատարելագործելու առնչությամբ։ Հիմա դա է պատճառը, որ դեպքերի մի մասում, օրինակ երբ լրագրողների դեպքերին ենք անդրադառնում, լրագրողների անուն ազգանունները հստակ թվարկված են մեր տարեկան հաղորդման շրջանակներում, այսինքն եթե նայեք լրագրողների հետ կապված դեպքերը, այնտեղ ակնհայտ է, որ օրինակ այսինչ լրագրողի հետ կապված այսինչ դեպքը տեղի ունեցավ եւ մենք ներկայացրել ենք օրինակ հաղորդում հենց այս հարցի հետ կապված եւ այլն եւ այլն։ Քաղաքացիների առումով համ օրենքն է մի շարք պահանջներ մեր առաջ դնում, համ նաեւ միջազգային չափանիշները։ Դրա համար միասնական մոտեցումներ կիրառելու տեսանկյունից խուսափում ենք, բայց կարծում եմ դեպքերի նկարագրությունները այնպիսին են, որ ինձ թվում է հատկապես հանրային հնչեղություն ունեցող դեպքերի հետ կապված ակնհայտ է լինում, որ սա հենց այս անձին վերաբերելի դեպքն է։ Հիմա ինչ վերաբերում է Սամվել Վարդանյանի հետ կապված դեպքին, կարծում եմ տարեկան զեկույցի շրջանակներում, եթե դիտարկենք խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի քննության խնդիրներին վերաբերելի հատվածը, ապա այնտեղ կգտնենք ոչ միայն Սամվել Վարդանյանի գործը, որը հանրային հնչեղություն էր ստացել, այլ նաեւ մի շարք այլ գործեր, որոնք ըստ էության հանրային հնչեղություն չեն ստանում եւ բոլորի ուշադրության կենտրոնից դուրս են մնում, որովհետեւ այդ գործերը կապված չեն լինում, օրինակ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց հետ, այդ դեպքերը կապված են լինում սովորական մարդկանց հետ, բայց դա ըստ էության չի փոխում հարցի էությունը։ Դրա պատճառով մենք այս բոլոր դեպքերն ենք արձանագրում, որպեսզի բոլոր դեպքերի հետ կապված արձանագրումը հստակ լինի։ Կարևոր մի հանգամանք 22 թվականի դեպքը ինչու չկա մեր տարեկան հաղորդման շրջանակներում, որովհետև մեր տարեկան հաղորդումը վերաբերում է 2024 թվականի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, հետևաբար ենթադրում եմ, որ դա է պատճառը, որ այս դեպքերը դրա շրջանակներում ներառված չեն, բայց կուզենամ հատուկ անդրադառնալ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի քննության հետ կապված խնդիրներին առնչվող մեր այդ պարագրաֆին, որտեղ հստակ ներկայացված են խնդիրները, ընդ որում այդ խնդիրները ներկայացված են նաև այս դեպքերի, այդ թվում ձեր նշած Սամվել Վարդանյանի դեպքի քննարկման համատեքստում, որտեղ ես ինքս իմ խոսքի ներածական հատվածում անդրադարձ կատարեցի դրան, բայց հիմա էլ հատուկ անդրադառնամ Հայաստանի Հանրապետությունում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի գործունեության ձևերի գործերով քննությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Առաջին բանը, որ նշեցի, անհապաղությունն է գործերի։ Հիմա նայում ենք, ձեր նշած գործը կլինի, մի շարք այլ գործեր կլինեն, դրանցով մենք տարիների կտրվածքով շատ դեպքեր չենք ունենում արդյունք։ Հիմա մեր տեսանկյունից էլ ոչ ես, ոչ դուք որպես պատգամավոր, ոչ, չգիտեմ, որևէ նախարարության աշխատակից կամ ոչ էլ սովորական քաղաքացի չի կարող իրականում այս դեպքերով հիմա վերջնական եզրակացություն ներկայացնի։ Հիմա ոչ դուք, ոչ ես չգիտենք, չէ՞, այս դեպքը իրականում ոնց եղավ, պետքա քննությունը, չէ՞, բարձի այդ ամեն ինչը, որ բոլորիս համար դա լինի վերջնական պետության անունից արվող ինչ որ մի եզրահանգում։ Հիմա մենք երբ որ դա չունենք, այս ամեն ինչը ձևախեղվում է։ Եվ հենց դա է պատճառը, ավելին ասեմ, մենք դեպք ենք ունեցել նույնիսկ, երբ որ մենք անձին վնասվածքներով ենք արձանագրել, այսինքն մենք նկարներ ենք ուղարկել իրավասու մարմինների, նորից եմ ասում, պարտադիր չի, որ դեպքը խոշտանգում լինի, հա, որովհետև պարզ ասեմ ձեզ, իրականում արձանագրվող դեպքերի մեծ մասում համենայն դեպս այնպիսի վնասվածքներ են, որ մենք այդ պահին մեզ հաստատ թույլ չենք տա եզրահանգել, որ դա խոշտանգում է, դա կարա լինի նաև վատ վերաբերմունքի այլ դրսևորում,
բայց ամենայն դեպս դեպքեր կա, որ նույնիսկ քաղաքացին ուղղակի ասելա, չէ, ես չեմ ենթարկվել բռնության, չնայած այն պայմաններում, որ մենք նկարներ ենք ուղարկել, հետո պարզվել է, որ օրինակ գործի վարույթը կարճվել է, իհարկե սրա հետ կապված ես հատուկ նաև տեղեկատվությունը պարտադիր կարգով պահանջելով հասկանալ թե ինչ է կատարվում, նաև իրավասու մարմիններին եմ ուղարկել։ Բանակում մահվան դեպքերի հետ կապված, սա խնդիրը, հա, որի հետ կապված ես շատ եմ խոսում հրապարակային, ոչ միայն ինչ որտեղ մասնակցում եմ քննարկումների, այլ ինքս եմ նախաձեռնում նմանատիպ քննարկումներ, որովհետև ես համարում եմ, որ նորմալ չի զինված ուժերում ունենալ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքեր, նույնիսկ եթե դա մի հատ մահվան դեպք է լիներ, դա արդեն իսկ խնդրահարույց էր, բայց ընդհանուր առմամբ նորմալ չի ունենալ մահվան դեպքեր, ընդ որում այո նշեցիք, որոշ դեպքերում դա կարող է լինել հիվանդության համատեքստում, շատ այլ խնդիրներ էլ կան, որոնց վերաբերյալ ես այսպես ասեմ հիմա կոնկրետ դեպքերի վրա չեմ ուզենա կենտրոնանալ, նաև նկատի ունենալով, որ սա այնպիսի ոլորտ է, որը նաև անվտանգության հետ կապված հարցեր է ենթադրում, բաց սրա վերաբերյալ, չգիտեմ, հրապարակային անուն ազգանուններ ասել եւ այլ տվյալներ չեմ կարծում, որ ճիշտ է, բայց համակարգային առումով համարում եմ, որ զինված ուժերում մահվան դեպքերի կանխարգելումը ըստ էության մեզ մոտ դարձյալ չի համապատասխանում այն չափանիշներին, որին պետք է համապատասխանի, եւ երկրորդ մենք այդպես էլ պատասխանատվության միջոցների անխուսափելիություն չենք ունենում, որովհետև այդպես էլ չենք տեսնում, որ վատ վերաբերմունքի ենթարկած բռնարար հանդիսացող մարդիկ կամ ինչ որ մեկին ինքնասպանության հասցրած կամ հակառակը կյանքից զրկած մարդիկ պատասխանատվություն կրեն, ինչը միանշանակ խնդիր չէ։ Անհամաչափ ուժի կիրառման մասով, հա, մենք առերևույթ անհամաչափ ուժի մասին ենք այո խոսում, որովհետև դարձյալ մի անգամ կրկնեմ, մենք քննչական մարմին չենք կամ դատական մարմին չենք, որտեղ ես կարողանամ ասել այս սա է հաստատ այս դեպքով այս իրավիճակը, բայց բազմաթիվ են այո դեպքերը, երբ որ անհամաչափ ուժի կիրառում ենք ենթադրում, ձեր նշած դեպքը այդ քաղաքացու հետ կապված եւ մի շարք այլ դեպքեր առնվազն մեզ մոտ առաջացնում են մտահոգություն, որ ուժի կիրառումը եղել է անհամաչափ եւ նաեւ դա է պատճառը, որ իրականում միայն մեր տարեկան հաղորդումը չէ, էլի հիմնական ձևաչափը մեր գործունեության իրականացման մենք ես համարը բոլոր դեպքերով, եթե մշտադիտարկման արդյունքում որևէ տեղ ինչ որ հրապարակում է լինում, իմացեք մենք այս բոլոր դեպքերով հաղորդում ենք ներկայացնում քննչական մարմիններին, անկախ նրանից մենք օրինակ համարում ենք, որ դա այդ շեմը հատել է թե չի հատել, ամեն դեպքում քննարկման առարկա դարձնելու համար եւ նաեւ պարտադիր գրում ենք իրավասու մյուս մարմիններին ծառայողական քննություն անցկացնելու համար եւ նաեւ դա է պատճառը, որ որպես համակարգային խնդիր արձանագրեցի այն, որ ըստ էության մենք էլ ենք տեսնում, որ պատասխանատվության շատ քիչ մարդիկ են ենթարկվում։ Հետևաբար դա տարբեր բաների մասին կարող է իհարկե վկայել, բայց առնվազն այն, որ մեզ համար դա մնում է մտահոգություն, նշանակում է, որ թե հաղորդակցությունը հանրության հետ վարվող, նաև շատ դեպքերում մեզ հետ վարվող, թե ընդհանուր առմամբ խնդրահարույց է, ազատության զրկման վայրում էլ Նուբարաշյանի դեպքի վերաբերյալ խոսեցիք, ըստ էության այն ինչ որ թույլատրելի էր հրապարակային գրել, մենք արդեն իսկ գրել էինք, որովհետև այո, մենք վնասվածքներ ենք արձանագրել առանձին քաղաքացիների մոտ, բժշկական օգնություն իրենց իհարկե ցուցաբերվել է, իրենք մեզ մի տեղեկատվություն են պատմել, որի վերաբերյալ նաև հրապարակային իմ ներկայացուցիչը հնարավորություն ունեցել է խոսելու, մեզ արդարադատության նախարարությունը մեկ այլ տեղեկատվություն է ըստ էության ներկայացրել, այդ թվում բանավոր պարզաբանման տեսքով, այդ թվում հրապարակային եղանակով, բայց մեզ համար այս դեպքը խնդրահարույց է ու դա է պատճառը, որ դարձյալ այդ թվում այս դեպքով ես գլխավոր դատախազություն եմ գրել եւ մարդու իրավունքների պաշտպանի այս գրությունները պարտավոր են նաեւ որպես հաղորդում ընդունել, որովհետեւ պետական իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից կատարված արձանագրումներ են։ Շնորհակալ եմ։ Անդրադառնանք ձեր ասած այն, որ ասացիք անուններ, մեր գործընկերները հիմնականում ասում են, որ ճիշտ կլինի կամ ձեզ հուշում են ռեկոմենդացիա են անում, որ չարժե, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ հենց մեր գործընկերները, ձեր գործընկերները հենց իրենք անվանական շատ անդրադառնում են եւ Freedom House-ը, եւ Human Rights Watch-ը, եւ նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտ անվանական դեպքերին անդրադառնում են, եւ հետեւաբար մենք նաեւ առիթ ենք ունենում ծանոթանալու, թե կոնկրետ իրենց որ դեպքերն են հետաքրքրում որպես նախադեպ, սա ուղղակի ռեպլիկի կարգով եւ նաեւ ուզում եմ հետաքրքրվել դուք լրագրողների գործով ասացիք այո այդ մասով ձեր անդրադարձը կա բայց նաեւ դուք երևի թե տեղյակ եք որ լրագրողներին օթյակից իրենց սահմանված վայրի գործունեության վայրից հեռացնելու բռնությամբ հեռացնելու նախադեպը կրկնվել է եւ մոտ 10 օր առաջ է նորից նույն դեպքը եղել երբ որ լրագրողները Անդրանիկ Քոչարյանի պաստառնային փորձում պահել որպիսի ներքևում կառավարության ղեկավարը տեսներ եւ ակցիային փորձում իրականացնել, ուղակի բռնությամբ լրագրողներին հեռացրեցին իրեն սահմանված օթյակից, արգելելով իրականացնել լրագրողական ակցիա, ոչ թե քաղաքական, այսինքն իրենց իրավունքների բարձրաձայնում։ Եվ նաեւ ուզում եմ
վերջում երևի դրանով սահմանափակել իմ խոսքը, որ ես լրագրողներից նորից ահազանգ ստացա, բայց այստեղ չի կոնկրետ լրագրողը ում հետ տեղի ունեցել դեպքը, բայց դա կրկնվում է էլի օթյակի հետ կապված, որ վարչապետի անվտանգության աշխատակիցները արգելում են վերևից նկարել Նիկոլ Փաշինյանին, համարելով դա անվտանգային խնդիր։ Այն դեպքում, երբ որ ապակիներով է փակված եւ ընդհանրապես իրավունք չունի անվտանգության աշխատակիցը լրագրողին իր սահմանված վայրում, իրեն հատկացված աշխատասենյակում, այսպես ասած, արգելել որևէ գործողություն։ Այդ արգելքը տեղի է ունեցել Newsem կայքի լրագրողի հետ, ուղղակի այստեղ չի Ռուզաննան որ մեջբերում անի, բայց խնդրում եմ ես որպես ահազանգ ընդունել, որովհետեւ սա շատ անթույլատրելի է։ Մի կողմից բռնությամբ տանում են, հետո մի հատ էլ ասում են, չէ, դու մի նկարի։